Թակուի Ղազարյան։ Շնորհակալություն մեծարգո նախագահ, պարոն Վարդևանյան, ուղղակի ֆանտաստիկա պատասխանները, որ տալիս եք։ Իմ գործընկեր Ծովինար Վարդանյանը ձեզ հարցնում է, ինչով է տարբերվում Հայաստան դաշինքի ծրագիրը ուժեղ Հայաստան դաշինքի ծրագրից, գիտեք ինչ եք պատասխանել այդ հարցին, հիշում եք ինչ եք պատասխանել, ասել եք էական, լավա չեք ասել ուժեղ տարբերություն կա երկուսի միջև, մեկի առաջ ուժեղ է։ Տիկին Վարդանյանին դա է եղել պատասխանը։ Դուք ասել եք էական տարբերություն կա։ Կնակ կնայեք։ Ու այդքան, Այո, մնացածը ուրիշ բաներից եք խոսել, բայց խնդրում եմ երկխոսության չվերածենք։ Հիմա ես կարող է շատ ընդհանրական է հարցը, դրա համար ես հիմա կհեշտացնեմ ձեզ համար այս հարցը։ Ես խնդրում եմ դուք ասեք, թե ինչով է տարբերվում արտաքին քաղաքականության ոլորտում ձեր երկուսի ծրագրերը։ Եթե էլի շատ ընդհանրական է, ես կխնդրեմ դուք արձագանքեք, թե ինչով է տարբերվում ձեր պատկերացումը Հայաստանը ինչպիսի հարաբերություն պետք է ունենա երկու կուսակցությունների դաշինքների տարբերություն ծրագրային Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ եւ Եվրամիության հետ։ Տարբերությունները խնդրում եմ նշեք, բայց ել ավելի կհեշտացնեմ ձեզ համար հարցը։ Եթե ոչնչով չի տարբերվում, կարող եք ասել ոչնչով չի տարբերվում։ Մենք ըմբռնումով կմոտենանք։ Տիկին Ղազարյան, որ հնարավորություն ունենաք մի հատ կարող եք պարզապես հարցնել Տիկին Վարդանյանին, արդյոք պատասխանս եղել է պարզապես դա, կարող եք ուղղակի տեսանյութը դիտել, որովհետև ես առնվազն հիշում եմ, որ ասել եմ սոցիալ-տնտեսական, պետաիրավական, դատաիրավական եւ մի շարք այլ ոլորտներով ծրագրերի տարբերությունը։ Էական բառն էլ հնարավոր է օգտագործած լինեմ, բառամթերքումս նշված բառը միանշանակ կա։ Իդեպ Տիկին Ղազարյան առիթը առաջացավ, ես ուզում էի ձեզ նշված հանգամանքը հիշատակել։ Ես հիշում եմ, երբ կարծես առաջին օրերին շատ լրջորեն քննարկվում էր կոմբայնի հարցը, դուք կարծես թե կոմբայնին եւ տրակտորին նույն տիրույթում էիք դիտարկում։ Ես կխնդրեմ, որ նշվածը այդպես չանեք, որովհետև իսկապես գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց դեպքում դա մեղմ ասած այդքան էլ հաճելի չէ։ Վստահ եմ, գյուղատնտեսության ոլորտի հետ առնչություն ունեցող ձեր խմբակցության գործընկերներին եւս դա դուրեկան չէր լինի։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության ուղղություններին, ես կարծում եմ դուք երևի նախընտրական քարոզարշավին, բայց մյուս կողմից նորմալ է։ Հիմա օրինակ ձեր նախընտրական քարոզարշավին ես օրինակ չեմ հետևել։ Ավելին, ինձ ըստ էության դա այդքան էլ հետաքրքիր չի եղել։ Բացառությամբ այն դեպքերի, երբ օրինակ ատելության խոսք էր տարածվել, վարչական ռեսուրսի չարաշահում էր տեղի ունեցել կամ այլ մի խնդիր էր ի հայտ եկել, որոնք տեղի ունեցել են հենց նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Բայց եթե դուք ուշադրություն դարձնելիս լինեիք, կնկատեիք, որ օրինակ Հայաստան դաշինքի մոտեցումները թրիպի վերաբերյալ եւ ուժեղ Հայաստանի մոտեցումները թրիպի վերաբերյալ, այն թրիպի, որը կարծես թե սեպտեմբերին պետք է ի վերջո հայտնվի ազգային ժողովում, որտեղ հակված են, որ սահմանադրական դատարանը սահմանադրականության խնդիր չի տեսնելու։ Ճիշտ է անելու թե ոչ, դա էլ մի հատ առանձին հարց է կքննարկենք։ Բայց օրինակ մեր ուժի դիրքորոշումը եղել է այն տրամաբանությամբ, որ մենք դեմ չենք նշվածին։ Մեր կողմից ներկայացված հիմնավորումներով, անհանգստություններով եւ առաջարկություններով։ Իդեպ արտաքին քաղաքականությունը, որքանով որ տեղեկացված եմ, հնարավորի արվեստն է։ Բանակցությունները հնարավորի արվեստն են։ Հիմա դրա շրջանակներում ո՞րն էր դժվարությունը այդ տարբերությունները նկատելու։ Դժվարանում եմ ասել։ Իդեպ, ասեմ ավելին, մեր կողմից, օրինակ, ուժեղ Հայաստանի, ուրվագիծը արտաքին քաղաքականության կայանում է նրանում, որ օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահը միշտ գերակայող լինի, Հայաստանն էլ լինի առաջնայինը։ Ինչ որ իմաստով թող որևէ կերպ ԱՄՆ քաղաքական գործիչները չնեղսերտեն, բայց տրամաբանությունը նրանում է, որ Armenia First տրամաբանությունը իրացվեր։ Եվ իդեպ ինչ որ իմաստով
Ավարտեք, պարոն Վարդևանյան։ Արձագանքեք Տիկին Ղազարյան։ Շնորհակալություն պարոն Վարդևանյան, հասկացա, որ ոչ մի բանով էլ չի տարբերվում, կարող եք չարձագանքել դրան, նաև ասեմ, որ ձեր ծրագրում այդպես չի ձևակերպված քաղաքացիության մասին չի խոսքը, ուրիշ ձևակերպում կա, բայց ես դրան չեմ անդրադառնա, ես ես առաջին 5 օրերին շատ ուշադրությամբ լսում էի, թե ինչ հարցեր են ձևակերպում մեր նոր գործընկերները ուժեղ Հայաստան խմբակցությունից եւ ինչ չափորոշիչներով են ընտրում խոսնակներ, փոխխոսնակներ եւ նաեւ ձեզ եւ զգացի, որ էական տարբերություն կա չափորոշիչների մեջ, թե ինչպես են չափում մեր տեխնատուներին ընտրելիս եւ ձեր զուգված հարցերի ժամանակ, բայց ինչպես գիտեք Ինչպես Քրիստոսն է ասել, ինչ չափով որ չափեք, այն չափով էլ չափվելու եք, տես բան ասելա, չէ, չեմ հորինում։ Ես կուզեի այս ձեր խմբակցության հուզող եւ ամենակարևոր չափորոշիչ հանդիսացող հարցին պատասխանեք, կարող է փոշմանեն ձեզ չընտրեն կամ ընտրեն, չգիտեմ։ Պարոն Վարդևանյան, դուք թուրք տեսել եք։ Վերջից գամ կարճ պատասխան։ Այո։ Իդեպ, դուք երևի թե քաղաքական գործունեությունը, եթե պատկերացնում եք հարցերի այսպիսի ձևակերպմամբ, ես մեր թիմակիցների հարցերը այդպես ձևակերպված չեն եղել։ Մեր թիմակիցների հարցադրումները մեր թիմակիցների հարցադրումները եղել են շատ ավելի հետաքրքիր։ Եթե ձեր պատկերացրած քաղաքական գործունեությունը Տիկին Ղազարյան ձեր կողմից հարցադրման ձևակերպումն է, որ օրինակ խոսում եք արտաքին քաղաքականության տարբերություններից, ստանում եք դրա վերաբերյալ սպառիչ պատասխան, բայց ասում եք ես այդպես էլ պատասխան չտեսա, իմացեք իմ կամ եկեք սենց ասենք, մեր ձևով քաղաքականությունը շատ ավելի խորքային է, թող իր փաստաբանական կտորն էլ ունենա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար